Շարունակում ենք ծրագիրը հարգելի հեռուստադիտողներ եւ այժմ վերլուծությունների ժամանակն է միացում Երևանից Արմեն Չիբուխչյանին, բարև ձեզ Արմեն։ Ողջույն, ողջունում բոլոր մեր հետևորդներին։ Եվ եթե կարելի է կարճ ուղղակի, մինչև երբ ենք այսպես հեռավար զրուցելու, մինչև երբ եք Երևանում։ Ես մի բավականին այսպես երկար ժամանակով եմ եկել, երևի այդուամենայնիվ մինչև ապրիլի վերջ։ Լավ, մեր հեռուստադիտողներն էլ իմացան, տեղեկացված են եւ արդեն այս անցնենք այսօրվա վերլուծություններին։ Ներողություն եմ խնդրում այս անհարմարության համար, բայց մենք էլ այսպես կարևոր է այս հայցը կարող է։ Անհարմարությունը չէ խնդիրը, ուղղակի շփումը շատ ավելի հետաքրքիր է ու անկեղծ։ Կարծեմ թե, այո։ Եվ անցնենք այսօրվա թեմաներին, ընդամենը քիչ առաջ տեղեկություն հրապարակվեց, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մարկո Ռուբիոյի հետ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ։ Այո, քիչ առաջ տեղեկություն տարածվեց, դա շատ կարևոր հեռախոսազրույց է, որովհետև մենք տեսանք, որ վերջին շրջանում դա ես ներկայացրել էի, որ ուրեմն Թրամփի հատուկ բանականաց Ստիվ Վիտկոֆը, որը ի դեպ միլիարդատեր է, որը ի դեպ Թրամփի այսպես ընկերն է, որը առիթաբար չի թողում Թրամփին տարատեսակ կոմպլիմենտներ անելու, որը Իսրայելի եւ Գազայի բանակցություններում որոշակի հաջողություն այսպես իրենց ներկայացմամբ գրանցել է, մասնակցում է այդ բանակցություններին նաև այսօր, չնայած մենք տեսնում ենք, որ ռազմական գործողությունները վերսկսել են, որը Թաքեր Քարլսոնի ժամերով պատմում էր, թե ինչ կարևոր է այդ բանակցելու արվեստը, որ դու չես կարող քննադատել, պախարակել մեկին, բայց միաժամանակ բանակցել եւ այլն, երկար-բարակ, բայց ակնհայտորեն կրկնում էր ռուսական նարատիվները ցավոք սրտի։ Իդեպ ներողություն ինքը միջին արևելքի հարցերով, չէ, օգնական է կամ խորհրդական, բայց նաև Ռուսաստանի բանակցությունների իր նաև ինքը հենց զբաղվում է, ինքը այո, հենց Ռուսաստանի հետ բանակցությունների հատուկ բանագնացն է, հենց Ռուսաստանի հետ Պուտինի հետ բանակցում է, ինքը հենց Ռուսաստանի, որտեղ Ուկրաինայի մասով դուք հիշում եք սկզբից գեներալ որը նախկինում էր հայտնի էր այդ հատուկ բանագնացը պետպես Ուկրաինամետ դիրքորոշմամբ, բայց ցավոք սրտի մենք տեսանք, որ Ռուսաստանի պնդմամբ փոխվեց Քելոգը, որտեղ Քելոգը ակնհայտորեն չէր կարողանում պարբերաբար չնայած փորձում էր Տրամփի նարատիվները կրկնել, բայց դա պարբերաբար չէր կարողանում իրեր զսպել եւ ակնհայտորեն այսպես պրոուկրաինական դիրքորոշումները երբեմն հայտնում եւ նախկինում էր հայտնի եւ չնայած ոչ բոլոր իր հայտարարություններն են այսպես ընդունելի, բայց այդուամենայնիվ Ռուսաստանը պնդեց եւ Վիտկոֆին բերեցին։ Ես չգիտեմ ինչ կապեր իրականում ունի Վիտկոֆը Ռուսաստանի հետ եւ այլն, բայց մի բան պարզ է, որ Վիտկոֆը Թաքեր Քարլսոնի հետ հաստատության ժամանակ ասաց, որ այնպես գոված Թրամփին, որ երբ որ ինքը անշարժ գույքի մեջ մեր ներդրումներ են, ինքը միլիարդատեր է հիմա, բայց ժամանակին ասում է, երբ որ ես լոյեր էի աշխատում, իսկ Թրամփը այսպես արքա էր անշարժ գույքի այսպես ոլորտում, ինքը միշտ ունեցել է նմանվել Տրամփին, պատկերացնում եք ինչ է ասում Վիտկոֆը, ինքը միշտ երազել է նմանվել Տրամփին եւ բայց միջազգային ձեզ ասեմ, շատերը այստեղ նաեւ Ամերիկայում մի նկատի ունեմ էքսպերտները խոսում են, շատերը այսպես կարող են պնդել, որ Վիտկոֆը շատ ավելի հաջողակ բիզնեսմեն է, քան Տրամփը այդ առումով, հա։ Այո, միանշանակ եւ բայց ինչն է հետաքրքիր, որ ինքը չի ունեցել բանակցելու որևէ փորձ, արտաքին քաղաքականության որևէ փորձ չի ունեցել եւ իրեն ուղարկել են KGB-ի աշխատող նախկին Պուտինի հետ բանակցելու, ինչը շատ վտանգավոր բան է իրականում։ Եվ ցավոք սրտի նաեւ ուղարկել էին Ադրբեջան KGB-ի աշխատող Ալիևի որդու հետ, ուրեմն զրուցելու, որից հետո բայց Ալիևի հետ զրույց եղել էր, կարծեմ չէր եղել։ Դա չեն բացահայտի, որովհետև դա բնականաբար չի կարող Վիտկոֆը հանդիպել Պուտինի հետ եւ գնալ Ադրբեջան հանդիպել ինչ-որ երկրորդ սորտի պաշտոնյա հետ։ Դա տրամաբանական էլ չի։ Դա կթաքցնեն։ Վիտկոֆի կլասն ու մակարդակը, այսինքն այս իրավիճակում այնպեսին է, որ նա բացի Ալիևից որևէ մեկի հետ որևէ բան կարող է ինչ-որ երկրորդական հանդիպումներ ունեցած լինի, բայց բացի Ալիևի հետ, պատկերացրեք Վիտկոֆը գնում Ադրբեջան եւ իրեն չի ընդունում Ալիևը։ Դա արդեն ինքնին абսուրդ է։ Գանք Ռուբիո Փաշինյան զրույցին, սա նախաբան էր, ինչու է հետևում սրանից։ Եվ ես ինչ ես շատ կարևոր է, որովհետև դրանից հետո Վիտկոֆը գնում է Ֆլորիդա։
որից հետո մենք գիտենք, որ Volts-ն ու կապված եւ բայց որպես այդպեսին Միացյալ Նահանգները Հայաստանի տեսակետները չէին լսել այս իմաստով։ Եվ դուք գիտեք, որ նաեւ պնդում կար, որ մամուլում այսպես որոշ քաղաքական ուժեր իշխանամերձ ասենք, պնդում էին, որ երբ փորձում էր այդպիսի հանդիպում հեռախոսազրույց կազմակերպել Փաշինյան ուրեմն ինչու՞ չէ նաև երբ որ Փաշինյանը այցելեց Միացյալ Նահանգներ, բայց չէր ստացվում կապել Ռուբիոյի եւ Volts-ի հետ։ Եվ սա շատ կարևոր է, որովհետեւ այս իմաստով չնայած այստեղ պետք է հասկանալ թե ինչ է Փաշինյանը առաջարկել այս իմաստով, շատ կարևոր է հասկանալ ինչ հակակշիռ է առաջարկել։ Դա Ալիևը կոնկրետ խաղի մեջ է եւ կոնկրետ բան է առաջարկում։ Հիմա լավ առիթ է որպեսզի խոսել Ռուբիոյի հետ եւ կարևոր սա կարող է այսպես յուրահատուկ լակմուսի թուղթ դառնալ։ Միացյալ Նահանգները գիտեն Հայաստանի դիրքորոշումը, կարելի է ենթադրել, որ Ռուբիոն ճշտել է Հայաստանի դիրքորոշումը, Ուիտկոֆը Թրամփին ուղիղ փոխանցել է Ալիևի դիրքորոշումը, Նեթանյահուն ենթադրում եմ բնականաբար փոխանցել է Ալիևի դիրքորոշումը, հիմա իրենք լսեցին Հայաստանի դիրքորոշումը, եւ հիմա շատ կարեւոր է Միացյալ Նահանգների արձագանքը, ոչ թե ուղղակի հայտարարություններ, ոչ թե ուղղակի լոլոներ եւ այլն, այլ կոնկրետ հասկանանք, թե այսինքն ինչ հայտարարություն կգնա եւ ինչ գործնական քայլեր կիրականացնի Միացյալ Նահանգները, որպեսզի այս խաղաղության պայմանագիրը կնքվի։ Սա կարևոր է, որովհետեւ եթե Միացյալ Նահանգները ուրեմն գործնական կոնկրետ քայլեր չի ձեռնարկում, չի ակտիվանում, ոնց է դեմոկրատական ադմինիստրացիայով բարբերաբար հիշում եք Բոնոն, Օբրայենը զբաղվում էին կոնկրետ այդ հարցով, հիմա մենք տեսնում ենք բավական ժամանակ է ոչ մեկ չի զբաղվում։ Ավելին ասեմ, ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ այդ ռազմավարական հանձնաժողովը, որ կնքվեց, հանձնաժողովը ստեղծվեց, դրա շրջանակում պետք է այս կատարվեր, չէ Հայաստան։ Դեռ մինչև այսօր էլ որևէ բան չկա, որևէ զարգացում չկա։ Սա անհանգստացնող է։ Ներողություն, բայց զորավարժությունները կարծես թե ակնկալվում են, չէ, անցյալ տարվա նման եւ նույնիսկ զենքի տեղափոխում զինատեսակների։ Այո, եւ ճիշտ եք, շատ այդ հարցը մենք էլ ենք բարձրացրել, այո, ամառը ըստ էության ռուսական ուրեմն աղբյուրները բաց այդ ընդհանրապես վերցրել էին տեղափոխող ընկերության տենդեր էր հայտարարված, վերցրել էին այդ տենդերից եւ փորձեցին մանիպուլատիվ ներկայացնել թե իբր Միացյալ Նահանգները զենք է տեղափոխում Հայաստան, մանիպուլատիվ վերնագրերով, հետո Զախարովան իրան ցույց տվեց, մի հատ ելույթ ունեցավ, թե դա անընդունելի է, դա ապակայունացնում է իրավիճակը, բայց խոսքը ընդհանրապես զորավարժության մասին է, որը պլանավորված է եղել շուտվանից, որը տարեկան զորավարժություն է, զառում իրականացվող, բայց այստեղ էլ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները, ուրեմն, կներեք Ռուսաստանը ակնհայտ մանիպուլյացիա է դիմում, որ անգամ այդ զորավարժությունը չի իրականանում։ Կարող ենք հիմա գնալ գովազդային դադարի, եթե ինչ-որ բան չունեք հավելել։ 13 շարունակենք։ Այո, գովազդից հետո։ Բայդուբայ դաթեյեմ, այո, բայդուբայ դաթեյեմ։ Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում բայդուբայ դաթեյեմի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ բայդուբայ դաթեյեմի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի Emar եւ Bingatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայդուբայ դաթեյեմ։ Եվ շարունակելով վերլուծությունները, եթե չեմ սխալվում, պարոն Չիբուխչյանն ասաց, որ էլի բան ունի ավելացնելու կապված Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ Փաշինյանի զրույցին, այդպես է։ Ավելացնելու շատ բան չկա, եզրափակելով սա, ես ուղղակի կուզեմ ասել հետևյալը։ Պետք է սպասել, տեսնել այս խոսակցությունից հետո ինչ ջանքեր կգործադրի Միացյալ Նահանգները։ Եթե Միացյալ Նահանգները սահմանափակվի պարզապես շարքային հայտարարություններով, եւ որևէ գործ անգամ այս որը կարելի է ներկայացնել, որ տեսեք արձագանքեց եւ այլն, դա նշանակում է, որ մենք մտահոգվելու բան ունենք, որտեղ մենք իրականում այո կարող ենք ենթադրել Իրանի մասով ինչ է առաջարկել Ալիևը Միացյալ Նահանգներին, իսկ քանի որ մենք գիտենք, որ Իրանի մասով շատ լուրջ զարգացումներ են սպասվում, ապա մենք մտահոգվելու տեղի կունենք։ Հետևաբար շատ հուսով եմ, որ Միացյալ Նահանգները անմիջապես կներգրավվի այս process-ի մեջ, որտեղ հակառակ մենք տեսնում ենք, որ հյուսիսում կան, չէ, բունկերային կա, որ ատամները սրած սպասում է թե։ Այո, նույնիսկ հիմա անդիմությունը նարատիվներ է տարածում, թե Հայաստանը նորից սկսեց գնալ դեպի Ռուսաստան։ Այսինքն
սրած ատամները սրած սպասում են թե երբ են նորից այսպես սուզվելու նորից այս process-ների մեջ, հա, այտենց հատկապես այս Թրամփի քաղաքականությունից շատերը ողջևորվել են, դրա համար սպասենք տեսնենք։ Հուսանք, որ պատասխանը իսկապես դրական կլինի Հայաստանի համար, Հայաստանում ապրող մարդու համար, յուրաքանչյուր մարդու։ Մանավանդ, որ եվրոպական ուժերը, Հայաստանի եվրոպամետ ուժերը ներողություն, վերջին օրերին անընդհատ ակնարկում են, դիմում են Փաշինյանին հերավար կոչերով, որ պետք է արագ հստակ քայլերի դիմել։ Գուցե սա շարունակությունն էր այդ դիմումների կոչերի, գուցե Փաշինյանն է ուղղակի խնդրել հեռախոսազանգ։ Էական չի, դա շատ դժվար է կազմակերպել հեռախոսազանգ, ամեն դեպքում հեռախոսազանգը դրական է, ուղղակի, այսինքն ինքը բուն հեռախոսազանգը դրական երևույթ է։ Լավ, շատ ուրեմն պիտի սպասենք, դժվար է հիմա ինչ-որ բան ավելացնել։ Եկեք անդրադառնանք։ Այսինքն տեսակ, ես ձևակերպեցի կարևորը, որ իրենք լսեցին Հայաստանի տեսակետը, բայց հիմա իրենք ունեն երկու տեսակետ, հիմա հարց է ինչ է առաջարկում իրենց Ալիևը, Իրանի մասով հատկապես մենք այդ կարող ենք ընդունել, մենք ուրիշ բան չգիտենք։ Գուցե ինչ-որ տնտեսական բաներ է առաջարկում։ Գուցե ասում եմ միջանցքը տվեք ինձ, ես ներկայություն կապավ, մենք չգիտենք։ Ես կոպիտ օրինակներ բերեմ տեսականորեն, հա։ Այսինքն մենք պետք է հասկանանք ինչ առաջարկ է Փաշինյանը ու սպասենք ըստ այդ երկու առաջարկների ինչ դիրքորոշում կգրավի Միացյալ Նահանգները։ Իդեպ Իրանի մասով այսօր Իրանի արտգործնախարարը Հայաստանի Հանրապետությունում է, սկսենք փաստից, որ Իրանի արտգործնախարարը ասուլիսի ժամանակ Միրզոյանի հետ պատասխանեց հարցին կապված Թրամփի նամակի հետ, ասաց, որ նամակն ամբողջությամբ պատրաստ է, սրա մասին Իրանի ընդհանրապես Իրանի դիվանագիտությունը, ես ասեմ, ամենաբարդ դիվանագիտություններից մեկն է, ամենաանկախատեսելի, ամենաանվստահելի, իդեպ ասեմ ձեզ։ Տեսեք, նախ Թրամփի նամակի մասով ինքը ասաց, որ եթե մեզ տնտեսական կամ ռազմական կամ սպառնալիքներ ընդհանրապես լեզվով մեզ հետ խոսեն, մենք չենք բանակցի։ Իրենք պատրաստում են պատասխան նամակ ըստ էության։ Ներողություն, բայց նաև միշտ ասում են, որ երրորդ կողմի միջոցով կբանակցենք։ Տարբերությունը ո՞րն է։ Այո, հասկանում եք, այսինքն, եւ ասում են, որ օրինակ, բայց մեր խաղաղ միջուկային էներգիայի ծրագրը սուտ են ասում, ինչ խաղաղ, բոլորը ասում են, որ դուք արագացրել եք process-ը, բայց խաղաղ միջուկային էներգիայի հետ կապված մենք երբեք դուրս չենք գա բանակցություններից, ասում եմ։ Օրինակ, եվրոպական երկրների, երկրների հետ մենք հիմա շարունակում ենք այսպես երկխոսությունը եւ այլն։ Ինչպես ես երեք, եթե չեմ սխալվում, մեր եթերում ենթադրեցի, ակնհայտորեն երևում է, որ Իրանը փորձում է ժամանակ ձգել, մինչև ինքը կարողանա ուրեմն բանալ։ Բայց Իրանի արտգործնախարարի ասուլիսից ես մի քանի դրվագ կուզենայի առանձնացնել։ Տեսեք, առաջինը բուն ինքը երևույթը, որ առաջին գալիս է Հայաստան, դա մեզ համար լավ չէ այս իրավիճակում։ Նախորդ մեր խոսքը հիշեցիք, ես ինչու այդքան երկար եկա Witkoff-ից։ Շատ կարևոր է հասկանալ, եթե մենք դրվագային ենք հասկանում, մենք բան չենք հասկանում։ Եթե մենք ամբողջական ենք փորձում հասկանալ ինչ է կատարվում, այդ ժամանակ մենք սկսում ենք հասկանալ վտանգները։ Ներողություն, գուցե Միացյալ Նահանգները Հայաստանն է տեսնում միջնորդ Իրանի հետ հարաբերությունները։ Չեմ կարծում։ Ես շատ տեսեք, օրինակ այստեղ էլ տեսեք հետաքրքիր բան ասեցիք։ Օրինակ այս իմաստով ոչ այսպես ակնհայտորեն, բայց Հայաստանը մենք հազիվ նոր հիմա Ռուբիոյից խոսացինք։ Ես ասեմ ձեզ նույն ուրեմն հետաքրքիր տեղեկություն ձեզ տամ, նույն Witkoff-ի եւ Թակեր Կարլսոնի զրույցի ժամանակ բարձրացած արաբական երկրներն են իրենց կողմից դիտարկվում որպես մեդիատորներ, միջնորդներ, եւ այս առումով հատկապես անընդհատ բարբերաբար շեշտվում էր Քաթարը ուրեմն բայց ընտրվեց Սաուդյան Արաբիան նույնիսկ նախագահների Պուտինի եւ Թրամփի հանդիպումը։ Այո, Սաուդյան Արաբիան մենք գիտենք նաեւ այդ մասին եւ չգիտես ինչու Witkoff-ը սպես շատ կենտրոնացած էր Քաթարի եւ Քաթարի ղեկավարի վրա, այս իմաստով Ենթադրաբար նրա պատճառով որ կարծես Քաթարը Համասի հետ կապված, այս ծրագրերը ավելի մեծ ազդեցություն ունի Համասի հետ կապված եւ ընդհանրապես այդ ուրեմն իրավիճակի հետ կապված կարծես թե դրա համար է սիրաշահումը գնում։ Այդուամենայնիվ, եթե մենք կարողանայինք այդ խաղի մեջ մտնել, իմ ասածը սա էր, իմ առաջարկը սա էր։ Դա էլ ձեր ասածը շատ ակտուալ բան է։ Մենք կարող ենք դառնալ մեդիատոր եւ առաջարկենք մեր ծառայությունները, բայց ցավոք սրտի մեր արտաքին քաղաքականությունը ես դեռ չեմ տեսնում որ ակտիվ է, պրոակտիվ չէ եւ ցավոք սրտի դեռ շատ пассив է։ Եվ այսինքն գլոբալ այս այցը Հայաստան այս իրավիճակում Ալիևի ջանքերի Իսրայել-ԱՄՆ Ադրբեջան ալյանս ստեղծելու ֆոնին մեզ բացարձակապես ձեռնտու չէր։
Եվ նաև ցավոք սրտի պետք է ասենք, որ Արաքչին նաև շեշտեց, որ էսկալացիայի վտանգ կա, այսինքն պատերազմի հարց դեռ կա։ Մի խոսքով, սա է բանը, սա է իրականությունը, զարգացումների հետևենք, այսօր մեր ժամանակը ցավոք սպառվեց, կշարունակենք, եթե ինչ-որ բաց թողած բան վաղը այսօր կզրուցենք։ Այո, բարեբախտաբար ունենք այդ հնարավորությունը, 21-րդ դարում ենք ապրում, հեռավար կապը կա ու կա։ Շնորհակալություն, պարոն Չիբուխչյան։ Ձեզ հետ կհանդիպենք վաղը, իսկ հարգելի հեռուստադիտողներ, մեր ծրագիրն այսօր ավարտվեց, ձեզ հետ հանդիպումը նույնպես, մնաց վաղվա ցտեսություն։